Պարոն Հովհաննիսյան, փաստորեն 4 տարվա իրադարձություն են հիմա հիշել եւ Անուշ Միրզոյանին մեղադրում են զանգվածային անկարգությունները կազմակերպելուն, օժանդակելու մեջ։ Ինչ կարող եք ասել, հա, լրագրող, որը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, հիմա ստացվում է դրանով ինչ-որ բանի է օժանդակել։ Հարգելի լրագրողներ, ես մի փոքր մանրամասնեմ այս գործից, անկեղծ ասած ես Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջի անգամ եմ նման գործ տեսնում, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը դա կարող է հանրային քրեական հետապնդման հիմք հանդիսանալ ու դա բերել որպես զանգվածային անկարգությունների օժանդակում։ Դա այսպես ասած կներեք խոսքիս համար, սա սյուր ինչ որ իրավիճակ է, որը բացատրություն չունի որպես այդպիսին եւ գործն էլ այսպես ասած անհիմն է եւ հիմք չկա այս գործում ընդհանրապես մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը նախնական նշանակել են որոշումը հրապարակվելու է ժամը 20:00, բայց դա նախնական, ասենք կարող զանգարեն ժամ փոխեն, որովհետեւ ոչ ստանդարտ որպես այդպիսին քրեական վարույթ է ընթանում հենց հրապարակվի արդեն որոշումը մենք անպայման դուրս գանք եւ կտեղեկացնենք։ Որ դրվագն է հատկապես, որ իրենց մոտ տպավորություն է թողել, որ լրագրողը ոչ թե մասնագիտական գործունեություն է իրականացնում, այլ օժանդակում է։ Տեսեք, նյութերում որպես այդպիսին լրագրողի վերաբերյալ որպես այդպիսին նյութեր առկա չեն եղել եւ շատ կներեք շատ մանրամասն չեմ կարող ներկայացնել, որովհետեւ նախաքննական գաղտնիք է նախաքննականն է, շատ բան չեմ կարող հրապարակել։ Մեղրին մերժեց վարչապետին, այդ վերնագրով նյութը գործերում կա։ Որպես այդպիսին շատ նյութեր կան, բայց որն է թե վերաբերվում լրագրողական գործունեությանը վարույթ իրականացնող մարմինը չկարողացավ մեզ հիմնավորել այդ առումով, բայց կոմիտեն նկատի ունեք քննիչը թե քննիչը միջնորդությունը բերվել է քննիչի կողմից մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, որովհետև այսպես ասած իրավիճակը նոր է եւ չենք ուզենա որ պրակտիկա դառնա որ լրագրողները իրենց գործունեությունը իրականացրելուց հետապնդվեն կամ կանչվեն հարցաքննության իրենց լրագրողական գործունեությունը իրականացնելուց այնպես կդիտվի որ կներեք X օրինակ բերեմ փաստաբանը վստահորդ ունի, որը կներեք մեղավոր է ճանաչվում ինչ-որ գործում, ուրեմն փաստաբանն է պետք է հանրային քրեական հետապնդման օժանդակի։ Այսպես է դատվում, որ նույնաբովանդակ ցենց ասած օրինակներ են համ լրագրողներինը, համ փաստաբաններինը կհրապարակվի կտեսնենք ինչ որոշում է կայացվում, համենայն դեպս եթե մնա բավարարի քննչական կոմիտեի միջնորդությունը սա նոր իրավիճակ է ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում, որի իման վրա լրագրողները կթիրախավորվեն եւ X գործողություն իրականացնելու համար կարող է կանչվեն հարցաքննության, ոչ միայն նաեւ հանրային քրեական հետապնդում։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն սրանով իրենք նախադեպ կձևավորեն եւ ավելի որպես նախադեպ կարող եք իրար։ Նշանակ, քանի որ ճիշտ ասած ես որպես այդպեսին գործ չգիտեմ, որ իման վրա դեռ լրագրողին իր մասնագիտական գործ կարող է ինչ որ X պատրվակներով բերել են, որպես վկա հարցաքննել են, բայց ոչ թե որպես մեղադրյալ։ Ես ասեմ, որ այս գործում շատ մելի մարդիկ կան, որոնք անուններ չեմ կարող նշել, էլի լրագրողական գործունեություն են իրականացրել, այսինքն ԶԼՄ-ի շրջանակներում է իրականացվել ամեն ինչը, ու էլի անընդունելի է զուտ Անուշ Միրզոյանի դեպքում, որ նա հանդիսացել է լրագրող, միակ լրագրողն է եղել, ու դա է հիմքը, որ միակ լրագրողն է եղել այդ ժամանակ, նրանք հիմնավորում են, որ այսպես ասած նա կարող է օժանդակած լինել այդ ուղիղ հեռարձակումներով, որը էլի եմ ասում անընդունելի է եւ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, նաեւ նշեմ, որ Անուշ Միրզոյանն է դիրքորոշումը հայտնել, որ շատ պարզ վարույթ իրականացնող մարմին եւ քննչական կոմիտեին կարող է շատ բաներ չիմանան եւ դատարանին ամեն ինչ շատ պարզ լինի։ Ով է դատավորը։ Արմինե Մելիքսեթյանը։ Արմինե Մելիքսեթյանը, հենց որոշումը հրապարակվի, արդեն այստեղ ենք կհրապարակենք արդեն եւ մանրամասն կայացնենք։ Շնորհակալություն։ Մեծ շնորհակալ։